Շնչենք հանգիստ։ Էլաստոգրաֆիան լյարդի խորացված հետազոտություն է։ Այս մի մեթոդ է, որը խորապես հետազոտում է լյարդի կարծրությունը կամ առանձգականությունը, ճկունությունը։ Էլաստոգրաֆիայի մի քանի մեթոդներ կան, բոլորիս հայտնի ֆիբրոսկանն է, ուլտրաձայնային էլաստոգրաֆիան, որը մենք ենք մեր կլինիկայում օգտագործում, եւ MRT էլաստոգրաֆիան, որը ավելի խորը տվյալներ է մեզ տալիս լյարդի կարծրության կամ սպիացած հյուսվածքը հետազոտելու համար։ Բոլոր այն դեպքերում, երբ ունենք աջ թուլակողում ցավի առկայություն, թուլություն, հոգնածություն, դեղնություն աչքերում, բոլոր այս դեպքերում անհրաժեշտ է անցնել լյարդի սոնոգրաֆիա, որը կհամալրվի նաև լյարդի դուպլեքս հետազոտությամբ, այնուհետև կկատարվի լյարդի փաթեթ, եւ այս ամբողջ հետազոտությունը կկոչվի լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն, որն իր մեջ կներառի 5 մեթոդ։ Տալիս եմ արդեն վերջնական պատկերը, այս հետազոտությունը նախընտրելի է կատարել վաղ առավոտյան, երբ հիվանդը սոված է, պետք է գալ ազատ հագուստով, հանգիստ վիճակում, շնչառությունը ապահովել հանգիստ շնչառություն, համագործակցել բժշկի հետ, որպեսզի տվյալները լինեն բավականին ճշգրիտ, քանի որ այս հետազոտության համար օգտագործում ենք նաև արհեստական բանականություն, բժշկի կողմից կատարված սխալները, թերությունները վերահսկվում է ապարատի կողմից, ստանդարտ շեղումները ստուգելով եւ հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ, ավելի խորացված ձևով հայտնաբերել պաթոլոգիան։ Հակացություններ չկան, քանի որ մեթոդում օգտագործվում են ուլտրաձայնային ալիքներ, որոնք գրեթե հակացություններ չունեն։ Սակայն քանի որ այն դժվարամատչելի մեթոդ է, անհրաժեշտ է հետազոտությունից առաջ անցնել կոնսուլտացիա հեպատոլոգի կամ գաստրոենտերոլոգի մոտ, որը կնախագծի այն հերթականությունը, որը պետք է անհրաժեշտ է լյարդը հետազոտելու համար։ Հետազոտությունը հայտնաբերում է վաղ շրջանում լյարդի նորմալ պարենխիմայի կառուցվածքի ձևափոխումը ֆիբրոզ փոփոխություններով, ցանկացած հիվանդություն, ցանկացած լյարդի ախտահարում բերում է հյուսվածքի վերափոխման սկզբից ճարպային հյուսվածքով է վերափոխում, այնուհետև սպիական հյուսվածքով, որը կոչվում է ֆիբրոզ։ Եվ այս հետազոտությունը թույլ է տալիս կիլոպասկալներով հայտնաբերել եւ ասել, թե ինչ աստիճանի է ձևափոխված այն սպիական հյուսվածքով։ Բարեբախտաբար դուք չունեք նման խնդիրներ, որովհետև ձեր լյարդը գտնվում է հիասքանչ վիճակում, համապատասխանում է տարիքային նորմային եւ վիճակներին։